Հայաստանի տնտեսության կառուցվածքում սպասվում են ֆունդամենտալ փոփոխություններ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։ Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան արտահանման սահմանափակումներ, ընդգծելով, որ այդ որոշումը վկայում է Վաշինգտոնի հռչակագրի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական արդյունքների մասին։ Երբ գյուղերում կրակոցի ձայն չենք լսում, դա եւս կարևոր տեղեկատվություն է, պետք է տեսնենք եւ գնահատենք այս դրական դինամիկան, ասել է վարչապետը։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վերջին զարգացումները։ Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել այդ գործընթացին, հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։ Վրաստանի արտգործնախարարի խոսքով տարածաշրջանային գործընթացների դինամիկան լավ հնարավորություն է Հարավային Կովկասի համար, որը չնայած փոքր տարածաշրջան է, սակայն մեծ նշանակություն ունի ինչպես Եվրոպայի եւ Ասիայի համար, այնպես էլ համաշխարհային մակարդակում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցում է ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին, այս մասին տեղեկացնում են Ագնեից։ Աշխատանքային այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ Թրիպուղի հաղորդակցությունների կյանքի կոչման ընձեռվող հնարավորությունները։ Գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել խաղաղության օրակարգին։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հայտնել են քննչական կոմիտեից։ Նրանց թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները Նարեկ եւ Գևորգ Ղուկասյանները, նաեւ անչափահասանց։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 3 օր առաջ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում։ Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի եւ հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են։ Դատական ակտերն օրինական ուժի մեջ չմտնելուց հետո հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ընդհանուր 11.307.000 դրամ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ 2 ֆիզիկական անձանց չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է հանրապետական զինվորական կոմիսար։ Գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կառավարությունը հավանություն է տվել 2025 թվականի պետական բյուջեյում փոփոխությունների նախագծին, որի շրջանակում 570 միլիոն դրամ կուղվի 10-ից 18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգի ներդրմանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով ծրագիրը կներառի շուրջ 1100 երեխա։ Նախորդիվ կառավարությունը 181 միլիոն դրամ էր հատկացրել 0-ից 9 տարեկանների համար։ ԿԳՄՍ նախարարի նոր հրամանով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ուսուցիչների, արվեստի եւ մարզադպրոցների, մանկավարժների կամավոր ատեստավորման ժամանակացույցում, ինչպես տեղեկացնում են նախարարությունից, սահմանվել են քննությունների օրերը, ժամերը եւ քննական կենտրոնները։ Նոր կարգավորումները վերաբերում են նաեւ ստեղծագործական, մշակութային եւ գեղագիտական կենտրոնների, երաժշտական ու գեղարվեստի դպրոցների աշխատողներին, նաեւ մարզիչ մանկավարժներին եւ հոգեբաններին։ Ատեստավորման մասնակիցները քննության վայրի եւ ժամի մասին տեղեկությունը կստանան matyan.emis.am կամ at.emis.am կայքերի միջոցով կախված գրանցման հարթակից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես դեմ է Ռուսաստանին որևէ տարածքային զիջման, ոչ մի տարածքային զիջում, ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է, բայց ըստ նրա Ռուսաստանի վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել։ Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցներին, նա նշել է, որ դա կարևոր ազդանշան է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ աշխարհի մյուս երկրներին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հենց այն է, ինչին սպասում էին։ Աստծո կամքով այն աշխատի, հույս է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Նոր Զելանդիայում տեղի ունենում պետական հիվանդանոցների եւ հանրակրթական ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլներից մեկը։ Բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 100,000 ուսուցիչներ, բուժքույրեր եւ բժիշկներ, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձերից եւ աշխատանքային պայմաններից։ Կառավարությունը կտրված է իրականությունից եւ կարծես չի գնահատում բժիշկների եւ ուսուցիչների աշխատանքն, ասել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի, նաեւ Նոր Զելանդիայի արմիությունների խորհրդի ներկայացուցիչը։ Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար արմիությունները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Ռուսական անօդաչու թռչող սարքերը օկտեմբերի 22-ին երկրորդ գիշերն անընդմեջ հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, վիրավորելով 4 մարդու, հայտնել են տեղական պաշտոնյաները։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են մի քանի բնակելի տներ եւ այլ շենքեր։ Նախորդին գիշերն ամբողջ երկրի տարածքին ավիահարվածներ էին հասցվել, ինչ հետևանքով զոհվել էր առնվազն 7 մարդ։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ էին եղել։